բարևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ եւ տանից դուրս են գալիս։ Եղանակը խոստումնալից չէր, ես վերնահարկուստս փոխում եմ, հիմա ջինսի պիջակն եմ հագնում, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նշել եք սև գույնի ես նմանատիպ շալվար ունեի, որը ավելի նույնիսկ լավն է հենց իրական գրպաններով է եւ էլի աշեմից էի գնել։ Բաց գույնը նշել էր Անանայո թափանցիկ էր, բարակ օտեր սիրուն չէր, բեժ էր, սպիտակ չէր, տեսանյութում գույնը փոխված է երևում եւ կապույտը ինչու չընտրեցի, կապույտը ինձ շատ դուր եկավ, որովհետեւ կապույտ շալվար ունեմ։ Բարակի հենց ամառային է, շատ ավելի թանկ եմ տվել, քան հետտեղ էր։ Ինձ անհրաժեշտ էր հենց այդ գույնը, քանի որ ասել եմ ժակետ ունեի եւ ուզում էի անպայման ինչ-որ սինխրոն բան ստացվեր։ Ամեն դեպքում այդ գույնի կարիքը կար եւ նայել էլի լավն էր, թեթև, շատ հով, լավ շալվարներ են, չգիտեմ, այսպես լավ երևում է, թե ոչ, այո։ Էլի լայն, այսպես մոդայիկ մի խոսքով հիմա տանից արագ դուրս են գալիս, գրանք տեսնենք ինչ են գտնում, չնայած պիտի լավ մեծ գնումներ էլ անենք, մթերային գնումներ անենք։ Այսպես, այսօր այստեղ համբարձման տոնն է, Իրինան հուշեց, որ այսօր ինչ օր էր, ես մոռացել էի։ Խոսքից մեջ ուզում եմ ասել, Հայաստանում մենք համբարձում ծաղիկն էինք հավաքում, ասում էինք տոններ, փաստորեն համբարձման տոնն է այսօր, եկեղեցական տոն է եւ ոչ աշխատանքային օր է Ֆրանսիայում, բայց խանութներ կան, որ բաց են։ Նշված է, որ բաց է, գնանք տեսնենք, եթե բաց լինի, իհարկե կարծում եմ բաց կլինի։ Դե սիրելիներս արագ դուրս եկանք տանից, գնացինք։ Հասնային լավ անձրևոտ օր էր, հազիվ մտանք Ստոկոմանի, փոխեցինք մի քանի առևտուր արեցինք, հիմա լավ է անձրևը դադարել է, անձրև էր գալիս, այդպես այդքան էլ առանձնապես բաներ չկային, ինչ գնել եմ տանը ցույց կտամ, հիմա այստեղ մի լավ խանութ կա, որ միշտ մտնում ենք, ոնց որ թե մեծացրել են, շինարարություն էր գնում, մտնենք տեսնենք ինչեր կա, հետո կոշիկի խանութ անպայման կմտնենք եւ արդեն մթերային երևի կգնանք գնումներ անելու։ Ահա այս խանութի մասին եմ ասում, Black Store, անունները փոխում են հաճախ, տարբեր տեսնենք ինչեր, ինչ ապրանքանիշեր են ներկայացնում, պարզերում է Timberland, Կոշիկի, New Balance, Calvin Klein, Levi's, Tommy Hilfiger, այս ինչա Gustar H, Adidas, մի խոսքով մտանք տեսնենք ինչ կա։ Շատ մեծ տարածք է գրավում այս խանութը, տեսնենք ինչպես են ձևավորել վերանորոգումից հետո ու ինչեր կան։ Մյուս կողմով գնամ, ձախ կողմում կարծես, հա, հաստատ կանանց բաժինն է, աջ կողմում տղամարդկանց բաժինը։ Ահա այս կտորներն են մոդա, գինն էլ 80 եվրո է շորիկի։ 90-ականների սկզբում այս կտորից մենք վերնաշապիկներ էինք շատ հագնում։ Իմ սիրած մոդելը։ Փայլերը անպակաս են։ Այստեղ վերնաշապիկներ էլ կան, էլի, ու բլուզներ ավելի ճիշտ։ Շալվար, մոդելը հետևից գրպան, իմ սիրած։ Հիմա նորից ցույց տամ, տեսեք, այս շալվարի գրպանը, ինչքան հավասար իջնում է։ Սա բնականաբար կոնքի վրա, կողքի, որ հագնում եք, շատ սիրուն կնստի։ Իսկ այս ջինսը արդեն ուրիշ ձև է, մի փոքր, նայեք, կոնքի գիծ է եւ սա արդեն այս կողմ։ Բնական է, որ հագնենք, սա արդեն պետք է այսպես տգեղ բացվի։ Ու լրիվ չի բացվի, բայց այս արտաքինը, որ հատկապես կտորը բարակ է, շատ տգեղ կլինի։ Դրա համար ուշադրություն դարձրեք, միշտ նման կարով լինի։ Ահա։ Նախորդ ասեմ, որ առաջվա ճոխ խանութը չէ, շատ բրենդներ, այսպես ասեմ, չկան, մի քանիսն են, սա էլ Garcia իր անծանոթ, ինչ-որ ապրանքանիշ է, երևի իտալական է, չգիտեմ, ընդհանրում եմ անունից,
Եվ այսպես գները ձեզ ցուցադրեմ, այդքան էլ խիստ թանկ չեն փաստորեն, նույնիսկ առանց զեղչի, եթե շատ լավն է կարող ես ձեռք բերել, դե այստեղ ընդունված է զեղչերի շրջանում ենք շատ գնումներ անում, դրա համար եմ ասում։ Այս շալվարը շատ թեթև, շատ լավն էր, ջինս էր, բարակ, հովեր, գինահատեսակ, բայց տեսեք ինչ փայլուն է, որը էլի ինձ այդքան չի գրավում։ Հիմնականում բարակ շալվարներ են եւ այս կարդիգանները կարճաթև, երկարաթև, առանց օձիքի, այդքան էլ ինձ դուրս չի գալիս, գինն էլ 70 եվրո էր։ Մյուս կողմում էլ է ջինս, էլի շատ հետաքրքիր է, սպիտակ չէ, բեժ թափանցիկ, բայց գրպանելի է ստիպի է, կտորը ոչինչ, շատ բարակ չէր։ Ահա, տեղափոխվեմ մյուս հատվածում, տեսնեմ այստեղ ինչ կա, էլի կարդիգան արդեն օձիքով, ուղղակի սա էլ մի քիչ կարճ է, դե գույնն էլ արդեն իմ ուզած գույն չէ, բայց շատ սիրուն բան է։ Գինեն հիմա տեսնենք ինչ արժե։ €100 արժե, թանկ էր, այդքան էլ մատչելի չէր եւ վիլա ապրանքանիշը, որ նաեւ կա Փխենտանում, մշտապես նայում եմ, մատչելի են գները, բայց դեռևս չեմ գտել իմ համարով որևէ բան եւ այս ջինսն էլ էլի լավն էր, մի քիչ հաստ էր կտորը։ Ահա եւ այս գեղեցիկ զգեստը, որ նախկին անգամ էլ էր դրված, սիրուն են եւ հիմա այս Ատլասի կիսաշրջազգեստներն են տարածված, եթե հիշում եք Uniqlo-ում տեսանք նմանատիպ եւ սրա գոտինը շատ ավելի հարմար էր արած։ Այսպես տարբեր գույների ջինսեր են, բայց դե հիմա ջինսի շրջան չէ, ավելի շատ բարակ շալվարների, այս բլուզն էլ ինձ շատ վերնաշապիկը դուր եկավ եւ հիշեցնում է հենց նախկին այդ իմ թված 90-ական, 80-ականի վերջերի մոդան, կարծես թե նմանատիպ լինեն։ Ահա, այսքանը, հիմա այս կողմն էլ այս պայծառ էլի գույնի զգեստներն են, գինն էլ նայենք, €60 էլ այս շորիկն էր, ահա, եւ այս հետաքրքիր վերնաշապիկը շատ թեթև էր, շատ սիրուն էր, գույնն էլ հաճելի էր, մի խոսքով այստեղ հետաքրքիր բաներ կան, եւ արդեն մի քիչ տաքոտ էսպիսի բլուզ, սրտաձև, որը իմ սիրած ձևն է, գինն էլ արդեն հասկանալի է, €37 էր կարծեմ, ահա, եւ փլիզը, սա էլ էր ինձ համար նորություն, որովհետեւ այստեղ չկար նախկինում, հիմա տեսնենք այստեղ ինչեր կան եւ ինչ գներ կան, ես ձեզ ցույց կտամ գներով, դուք էլ կգրեք մեկնաբանություններում, հավանեցիք, չհավանեցիք, ձեր քաղաքում կա նման ապրանքանիշի խանութներ, թե ոչ, ինչն է գերադասում, մի խոսքով կապ կստեղծենք միմյանց հետ, սա է XXX, ահա, այս էլ ես երաժշտության տակ, առաջ եմ շարժվում դեպի պայուսակների բաժինը։ Calvin Klein է ներկայացված, հիմա գինը ցույց տամ ձեզ, €80, տարբեր գույներ, տարբեր չափեր, ինչպես նաև ուսերին գծվող, ինչպես նաև մեջքին, ուսապարկի նման պայուսակներ եւ դրամապանակներ, սիրահարները կարող են գալ այստեղ գնումներ անելու, փաստաթղթերի համար նախատեսված, հիմա շրջվեմ մյուս կողմում ինձ շատ գրավել են գունավոր պայուսակները, սա էլ տղամարդկանց համար մի խոսքով սիրելի հետևորդներ, կարծես թե այդքան լավ տեսականի ես չտեսա, չտեսա այնպիսի մի բան, որ նայեմ եւ ասեմ, ահա այս է, որ ես շատ եմ սիրում ու հավանում եմ եւ սա իմն է լինելու, բայց այս պայուսակների մեջ շատ հավանեցի նման ոճին, հիմա որ ասեմ, ունեցել եմ այդ թվականներին ոչ փայտից, մետաղից էր նույն այս ձևի, մի քիչ ավելի մեծ, կաշվից, մոխրագույն պայուսակ ունեի։ Եվ առանց փչանալու դեն եմ գցել, հիմա պահած լինեի, եւ այս պայուսակը ինձ դուր եկավ գույնով, ձևով, ներսի չափով, շատ սիրուն էր, նմանատիպ մի հատ էլ վերևում կա ավելի պայծառ գույն, հիմա դա էլ
ցույց տամ ձեզ դեղինը ավելի շքեղեր։ Այսպես պայուսակներ կարելի է գնել, չէ, պայուսակները սիրուն էին ամառային այսպես եւ թանկ էլ չեն 70 եվրո։ Ահա, այստեղ այս տեսականին է եւ մյուս կողմում էլ շարֆերը։ Սիրուն են, գույները շատ լավն է, բայց էլի ցավոք փայլերով է, մեծ մասամբ փայլերով են, որը ես այդքան չեմ գերադասում, բայց տարբերակ երբեմն չեմ էլ ունենում։ Գնում եմ գոնե քիչ փայլերովը։ Գինը մի հատ փորձեմ նայել, ահա 20 եվրո է, 20 եվրո։ Հələ սա փոքր չափն է։ Ինքան նախքատ էր տեսականի, նախքին էս խանութի տեղում շատ ապրանքանիշ էր կային, մշտապես տեղից էի լավ բաներ գնում։ Քիչացրել են ու այտենց շատ որակյալ բաներ էլ չկար։ Ճիշտ է չափը մեծացրել էին, ճիշտ էին ասում։ Բայց չկար, հիմա գնանք Բեսոնելը։ Չնայած մոռացել եմ Բեսոնից քարտը վերցնել, բայց մտնենք էլի, որ եկել ենք ստեղ մի հատ տեսնենք ինչեր կան, էս էլ էստեղ ներկայացվող կոշիկների ապրանքանիշերն են։ Մեկ անգամ եւս վայելենք լորավիտայես գունային աշխարհը, շատ գույնս գույն, տարբերվող, հետաքրքիր, հավեսով բաներ են, բայց ես չեմ փորձի հագնել սրանք, ովքեր են սիրում գերադասում նմանատիպ, պայուսակներն շատ հետաքրքիր են, սիրուն են, ահա, տարբեր մոդելներ, տարբեր ճաշակի, բայց զուտ ամառային, գունագեղ, ահա տեսեք այս բոկոտիկները, սիրուն են, չէ, գներները շատ թանկ չեն, սրանք էդ որ սպիտակ պլաստիկից են լինում, սրանք էլ բազմազան, ահա, ծովային սեզոնին արժ է, տարբեր այսպիսի գույներով ունեն շատ չէլի, նուրբ գույներով կարելի է, և այս պայուսակը տեսեք ինչ սիրուն է, հիմա շրջեմ, փաստորեն սա դեմի մասն է, մեկ կանթանի, շատ սիրուն էր, գինն էլ 60 եվրո, ահա, տեսեք, նուրբ ոտքերի վրա ինչքան սիրուն կնստեն այս բոկոտիկները, սրանք եվս, մյուսն էլ էլի նմանատիպ, շատ սիրուն է, չէ, թեթև հավեսով, բայց բրոշը հուշում է, որ կարծես տոնական լինի, 80 եվրո,
Իսկ սրագինն էլ 60 եվրո։ Ես էլ մի հատ շատ սիրուն կոշիկ վերցրեցի, ծակոտք են էլի ամառային, բայց հակա փորձեցի կոպիտ էր, ցավացնում էր, որպես իրա կաշին այդպես բարակ, ցանցկեն, փաստորեն սիրուն չնստեց, ցավացրեց։ Առաջ շարժվեցինք Ժողովուրդ ջան դեպի մթերային խանութ։ Շատ երկար մնացինք, հոգնեցինք։ Ուզում եմ ձեզ ներկայացնել այս գեղեցիկ կանաչապատ հատվածը փողոցի եւ ինչքան սիրուն է, երբ գարուն է, ամառ է, չէ, ծառերը կանաչած, ծաղիկները ծաղկած եւ այստեղ մեծ ուշադրություն են դարձնում այս ամենին։ Նաեւ ցույց եմ տալիս դիզայնը, տեսնեք, ինչ ոչի է լինում, էլի փողոցները։ Բնականաբար սա ծայրամասային Գլիլի կենտրոնից մի փոքր հեռու է, իսկ այս թաղամասը սպիտակ շենքերով ավելի մոտ է եւ շատ առանձնանում է իր շենքերի ոճային կառուցվածքով։ Հիմա կանցնենք մի հետաքրքիր շենքի մոտով, կարծես թե ցանցի մեջ ներգրաված, այդպես դրած լինի ցանցի մեջ այդ շենքը, տարբերվող է շատ ու սիրուն է։ Սա Լիլի թաղամասերից մեկն է, ովքեր էստեղ ապրում են, ողջույններս եմ աղում, եթե դուք հիմա ինձ տեսնում եք, ես անցնում եմ ձեր թաղամասով, ահա ձախ կողմի այդ հետաքրքիր շենքը նայեք Ժողովուրդ ջան, տեսեք ինչքան տարբերվող է, չէ, թեքվենք աջ, գնում ենք Carrefour, որը նախկինում Կորա է, շատ մեծ է ավելի, որոշեցինք այստեղ գնալ, միգուցե ինչ ուզում ենք մի խանութում կարող ենք գտնել։ Հիմա շատ խանութներ են փակվում եւ այդ բոլորը պետք է ընդգրկվեն Carrefour-ի մեջ, չգիտեմ, Carrefour-ն է հզոր միգուցե։ Որոշեցին գալ Carrefour-ը, նախկին Կորան էր։ Մեծ հսկայական խանութ է, քանի որ շատ գնումներ պիտի անենք, այստեղ եկանք։ Դե չէ, մեր տան մոտ էլ կա, գիտեք, այստեղինը ոնց որ տարբերվում է ավելի լավ։ Դե ինչ սկսեմ մանրից առևտուր անել, գնամ երևի այս բաժիններով շատ բաներ ունեմ անելու, տեսնեմ ամեն ինչ կա թե չկա։ Ամեն անգամ օրվա զեղչերել են անում ցանկացած խանութում եւ այստեղ արդեն մակարոնեղենի բաժնում այդ զեղչերն էր։ Ձեզ ուզում եմ ներկայացնել ձիթապտղի յուղը, որը ես գնում եմ, որը կարելի է եռացնել, եփել նրանով եւ շատերը եք հետաքրքրվում, ահա այդ ձեթը եւ այստեղ նշված է, որ կարելի է նման օգտագործման համար։ Իսկ սա էլ արդեն այդ ձեթի մզվածքովն է եւ երևի թե այդ ֆլակոնի ձևից է, լիտրը սրա ավելի թանկ է, բայց ես սա եմ օգտագործում եւ գոհ եմ, ավելի է հարմար եւ չափը եւ գինը, չնչին տարբերություն կար, տեսեք գների, մոտ 2 եվրոյի տարբերություն կա։ Մի խոսքով առաջ շարժվենք եւ արդեն պանրի բաժինն է, կարագի բաժինն է հիմա էլ, ինչ որ փնտրում ենք, ուզում էինք 500 գրամանոց պրեզիդենտ կարագ վերցնենք, չկար, լավ նայեցինք, սա էլ արդեն թթվասերներն են, եւ էլի մոռացա, որ թթվասեր վերցնեմ, հիմա բրոկոլի կվերցնեմ եւ իմ սիրած դդումը, որը վաճառում են հատով, դնեմ մի կողմ, հիմա ընտրեմ բրոկոլին, ահա, չկա, սա շատ հարմար է, այդ թաղանթը պատրված չէր, տեսնենք ինչ գին է կաղամբը, որը հոլանդական է, մեկ կաղամբը 4 եվրո է եւ շատ փոքր է ու այդքան էլ լավ չէ։ Մեքենայի մեջ սրանք կարենի բաժինն են կոմպոտները եւ ջրերը, մյուսները արդեն տան համար գնումներն են, դասավորում ենք մեքենայի մեջ եւ արդեն առաջ շարժվում ենք դեպի տուն։ Ինչ ուզում էինք ամեն ինչ չկար, բայց ոչինչ, շատ ենք հոգնած, էլ ուրիշ խանութ չեն գնա։ Կգնամ տուն ցույց կտամ ձեզ գնումները ու հետո կտեսնենք ինչ ենք անում։ Կարտոֆիլ են գնել 2 կիլոգրամ արժե 1.79, ձվի գինը արժե 5 եվրո 25, պիցան արժե 2 եվրո 85,
Տորթը արժե 5.60 €, հետևորդի խնդրանքով եմ գները ասում այս անգամ։ Սմբուկի կիլոգրամը 1.99 էր եւ լոլիկի կիլոգրամը 1.58, իդեպ շատ լավ ընտիր համեղ լոլիկ է։ Սա էլ արդեն իմ գնացի գինն է 2.56-ը, երշիկը 4.9 եւ այս դդմիկը 3 մակարոնին 3.22 €, 1 €, ծիրանը 1.45, թուզը 1.65 եւ այստեղ լոբի 1.19 € եւ գարոխը 1.59 €, բրոկոլին պարզ երևում է, սա էլի 1 €, 1 կաթի արժեքը 1.58 € է, ծովախեցգետնի գինը 9 € էր, զեղչովերի չելեր, կարակը 2.99 250 եւ մեղրը 500-ը 5.65 €, սպանախ 2.49, սուրճը 7.9 €։ Ստոկոմանի գնումները կարևոր էր այս գորգերի վրայի լաքաները հանողը, որը արժեր 4.29, սիֆը արժեր 1.79 եւ այդ թաշկինակները խոնավ 2.19։ Մյուսները դե այդքան էլ չէր, կախված խանութներից։ Վերջին ժամանակները այս տոպն եմ գերադասում սպորտի ժամանակ եւ այս աչքերի կոնտուրը թեթև տեքստուրայով էր հավանեցի։ Դե ոգևորվեք եւ անմիջապես անցեք գործի, հələ տեսեք ինչքան ախորժելի է։ Ձեզ փայլուն մտահղացում եմ տալիս, ինչ պատրաստել այսօր։ Ջեռոցում կարտոֆիլ եւ ձուկ եւ սպանախ եմ տապակել առանց եփելու բնականաբար, թավայի մեջ, ցիթապտղի յուղով բոլորը եւ լոլիկ։ Կարող եմ նաեւ մի փոքր կիտրոն ավելացնել ձկան հետ։ Կիտրոն եւս ունեմ։ Այսքանը, հա, իդեպ մոռանում եմ միշտ ասել, այս հացը, որը որ ամբողջահատիկ ցորենով է պատրաստված, շատ օգտակար լինելուց բացի, ինչու է այդպես ստացվում, հայտնաբերել եմ, որ այն շատ քիչ եմ ուտում։ Տեսեք նման կտոր, օրը երևի թե 3 հատ եմ ուտում, նայած չափի։ Պատկերացնում եք, իսկ բագետները մեկ օրը մեկ բագետը վերջանում էր։ Երկուշաբթի օրվանից գնել եմ այս հացը, դեռ 4 կտոր էլ կա։ Պատկերացնում եք, ժողովուրդ ջան, ուրեմն անցեք ամբողջահատիկ ցորենով պատրաստվող հացերին, դե ինչ բարի ախորժակ, ինձ, դուք էլ ինք որ ուտում եք այս բանին, ձեզ նույնպես, կհանդիպենք։ Ձուկը շատ էր, ասի ցույց տամ, որ չասեք, ես ինչ բգլիկ էր, այսքանը թողեցի ժողովուրդ ջան։ Ինչ սիրուն հետաքրքիր կիտրոն է։ Ձուկ ուտելուց հետո անպայման կիտրոնաջուր խմեք, որպեսզի շատ ուժեղ չծարավեք։ Հիմա ես կիտրոնը կտրում եմ եւ ջրի մեջ եմ լցնելու։ Ահա։ Եկել եմ արդեն օպտիկա, որտեղից պետք է վերցնեմ ակնոցներս։ Գրեցին, որ պատրաստ է։ Հիմա հերթի մեջ եմ նստած այստեղ սպասում եմ, որ ինձ կմոտենան եւ ձեզ էլ եմ ներկայացնում այս հատվածը։ Ես հենց մտա, լիքը մարդ իմ հետևից եկան։